Այսօր 1 դեկտեմբերի 2025 թվական ես շարունակում եմ կարճ խոսել Նեռի Հակաքրիստոսի մասին եւ այս ձայնագրությունները իրականում ոչ թե այն մարդկանց համար են, ովքեր սպասում են հափշտակությանը, այլ այն մարդկանց համար, ովքեր որ մնալու են երկրի վրա։ Ուզում եմ ասել, որ երբ Նեռի նշանը դրվի մարդկանց ձեռքին կամ ճակատին, մարդու ԴՆԹ-ն փոխվելու է, պատկանելու է սատանային։ Դա է պատճառը, որ այլևս երբեք մարդը չի դառնա Աստծունը։ Եվ խնդրում եմ ձեզ, թյուր կարծիքներ չտարածեք եւ չասեք, որ ոչ, մեր մեջ կա Աստծու նշանը եւ Նեռը իշխանություն չունի մեր վրա։ Դրանով դուք հակասում եք այն ճշմարտությանը, որը ինքներդ շատ լավ գիտեք, որ երբ Նեռը գա իշխանության, այդ 7 տարիների ընթացքում Աստված է նրան տալու այն իշխանությունը, որ նա կատարի իր բոլոր պղծությունները, բոլոր չարագործությունները, իշխի ողջ աշխարհին եւ իրեն ներկայացնի որպես Աստված եւ պահանջի պաշտամունք իր հանդեպ։ Այնպես որ մենք շատ լավ գիտենք, որ ամեն իշխանություն նրան տրված է Աստծու կողմից։ Եթե Աստված չտա իշխանություն, սատանան ոչինչ չի կարող անել։ Եթե Աստված իշխանություն չտա Հակաքրիստոսին, Հակաքրիստոսը ոչինչ չի կարող անել։ Աստված է 7 տարի նրան իշխանություն տալիս եւ եկեք մենք չհակասենք նրան, ինչ որ մենք ինքները շատ լավ գիտենք։ Եվ մեր ԴՆԹ-ի հիմքում ընկած է Աստծո նշանը, դրված է Աստծո նշանը։ Եվ դու քրիստոնյա ես, թե բուդդիստ ես, թե աթեիստ ես, թե ինչ որ ես, եթե ընդունում ես Նեռի նշանը քո աջ ձեռքին, նրա դրոշմը, կնիքը կամ ճակատին, քո ԴՆԹ-ի աստվածային ինչպես ասեմ, Աստծու դրած իր նշանը, որ դրել է իր զավակների ԴՆԹ-ի մեջ, Աստված մեր մեջ է բառի բուն իմաստով եւ բոլոր իմաստներով եւ հենց սկզբից երբ նա մեզ ստեղծում է մեր արյան մեջ արդեն իր նշանն է։ Հենց Աստված է թույլ տալիս այդ ամենը եւ եթե դու ընտրել ես սատանային, ուրեմն դու սատանային ես, եթե դու ընտրել ես սատանայի կնիքը, դրոշմը քո մարմնի վրա, ուրեմն այդ պահից սկսած քո արյան ԴՆԹ-ն փոխվելու է եւ դու պատկանելու ես սատանային։ Սատանայի ԴՆԹ-ն է լինելու քո արյան մեջ, դա Աստված թույլ է տալիս։ Այդպես է լինելու, խնդրում եմ ինքնախաբեությամբ մի զբաղվեք եւ դրանով ուրիշներին մի հույս տվեք, այսպես ասած, որովհետեւ մարդը պիտի հասկանա, որ եթե ինքը ընդունեց նշանը, ինքը գնալու է դժոխք, ոչ մի ապաշխարություն, ոչ մի հետդարձ, ոչ մի վերադարձ, ոչ մի վերադարձ երբեք դեպի Աստված։ Դժոխք։ Եվ եթե մենք մյուսներին ասենք, որ ոչ, քո մեջ Աստծու նշանն է, սատանան իշխանություն չունի քո վրա, թեկուզ նա իր նշանը դնի քո վրա, քո արյան մեջ, քո ԴՆԹ-ի մեջ միևնույն է Աստծու նշանն է եւ դա չի փոխվի, մենք դրանով կեղծում ենք, խաբում ենք այդ մարդուն եւ հույս ենք տալիս, որ նա դեռ փրկության հնարավորություն ունի։ Ոչ։ Նորից եմ ասում, Աստծու տված թույլտվությամբ, Աստծու տված խոսքով, նորից եմ ասում, եթե մարդը կընդունի Նեռի նշանը, նա այլևս երբեք փրկություն չի ունենա։